Անայք անվտանգության երաշխիքները Ղարաբաղի ոչ թե անվտանգության գոտի։ Հիմա մենք չեմ կարծում, որ իրատեսական անվտանգության գոտու մասին խոսալ, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլյուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Ես սա եմ տեսնում, բայց տենց անվտանգության գոտի բան դժվար է պատկերացնել եւ իրատեսական չի։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը իմ կարծիքով դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքները նշանակում է նաեւ ներկայություն, որոշակի այդ ներկայությունը ինչքան մեծ այնքան լավ, եւ սա ուղղակի բանակցային գործընթացից է կախված, թե դու ինչի ես հասնում։ Առաջինը դու այդ նպատակը դնում ես, թե չի։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանը ինչ է արել։ Հայաստանը սա էլ մի բան է ինձ համար, գիտեք, դուք պատկերացրեք ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։ Ռուսները չել բանակցում, տեղակել չպահ։ Սենց ոնց որ կոպիտ ասած, ասում դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտ չի լինում միջազգային հարաբերությունները։ Սկսում եք այդպես ուղղակի չի լինում։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ այդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են դուք են Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանակցեք։ Ըստ էության Ադրբեջանը ասում է, բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի մեջ։ Կարող Ղարաբաղի հիմա դուք եք ներկայացնա։ Այդ մանդատ չունի Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը ուղղակի հանել են, հետո պահանջում են, ասում են, խի ես չես արել, խի ինչ ես արել։ Այդ կարգի սխալները ուղղակի այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին է տալիս։